ասեն փառքասուն Որ եղբայրն ասեց հաղորդության մասին, սա մի մեծ պաշտամունք է, որ ամեն մի Աստծո զավակ պետք է պաշտամունքին մոտիկանա հավատքով։ Սա հոգու պաշտամունք է։ Սրան պետք է մոտիկանալ հոգիով։ Սրան պետք է մոտիկանալ հավատքով։ Այս պաշտամունքը ախպերս ամեն տալով պիտի հիշենք մեր Տիրոջ մահը։ Մեր Տերը զոհվեց խաչի վրա, իմ ու քո համար, որպեսզի այսօր մենք այստեղ նստենք ու փառաբանենք իր սուրբ անուն, հալելույա, ինքը արժանի է, ինքը այսօր ինձ ու քեզ կյանք ա տվել իր մահով, ինքը մահացավ այնտեղ, որ ես ու դու կյանք ունենանք, փառքի ուրեք եղբայրներս, ես կուզեմ ընթերցել Հովհաննես Ավետարանի 15-րդ գլուխ առաջի խոսքից։ Ես եմ ճշմարիտ որդը և իմ հայրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձանում է պտուղ չի բերում, նա կտրում է նրան և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի, կյանք ինձանում, կեցեք ինձանում և ես ձեզանում, ինչպես որ ճյուղը իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք, ես որդն եմ, դուք ճյուղերը, նա, որ ինձանում մնում է և ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել, եթե մեկը ինձանում չի մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը և կչորանա և ժողովում են նրանց և կրակի մեջ գցում և այրում է։ Եթե կենաք ինձանում և իմ խոսքը ձեզանում կենա ինչ որ էլ կամենաք խնդրեք և կլինի ձեզ, սրանով փառավոր է իմ հայրը, որ շատ պտուղ բերեք և իմ աշակերտները լինեք, ինչպես իմ հայրը ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սիրո մեջ, եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջ կկենաք, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի և կենում եմ նրա սիրո մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որի ուրախությունը ձեզանում մնա և ձեր ուրախությունը լցված լինի, սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի։ Փառք մեր Տիրոջը, փառավորվի մեր հայրը, այստեղ Սուրբ Գիրքը, այստեղ Հիսուսը մեզ ասում է պտուղ բերելու մասին, այստեղ ասում է սիրելու մասին, պատվերատան, եթե մենք չլինենք Քրիստոսին մեջ, Քրիստոսը մեր մեջ, մենք չենք կարող պտուղ բերենք, քուրեր ախպերներս ով կասի, հոգու պտուղը, որն է, հոգու պտուղը սերն է, թող Տիրոջ անունը փառավորվի, եթե մենք Տիրոջ վրա չլինենք, մենք մեզանից չենք կարող պտուղ բերենք, չի լինի այն սերը, որը Տերը ուզում է տեսնի մեզ մեջ, իմ ուղու մեջ, Տերը փառավորվի, Տերը ցույց է տալիս ճանապարհը, ինչպես կարանք մենք սիրենք, մենք չենք կարող մեզանից սեր հորինենք, մենք չենք կարող մեր իմացած սիրով սիրենք, որովհետև մարդկային սերը վաղ թե ուշ հոգնում է, մարդկային սերը հոգնեցնում է, ես հայերի մեջ չեմ տեսել, բայց ես ռուսների մեջ շատ եմ նկատել, ասում եմ ինչ եղավ, ոնց է, նորապսակներ են, անցել է մի տարի, երկու տարի, ձեր կյանքը ոնց է, ասում է, մենք էլի իրար հետ չեն, ասում եմ, ինչ էլ է, ասում է, устали от друг друга, чуть-чуть отдохнем, սերը ոնց կարա հոգնի, սերը չի հոգնում, այսօր մեր Աստված մեզ սիրում է հավիտենական սիրով, այդ սեր աստվածային է, այդ սերը մարդկային չի, մարդը տեսանք ինչ ընդունակ է, ինչ սեր է մարդու սերը, վաղ թե ուշ հոգնում է, վաղ թե ուշ վերջանում է, այսօր Աստված, Հիսուս Քրիստոս ասում է, որ մնաք իմ մեջ, պտուղ կբերեք, այդ պտուղը սերն է, որ սիրես քո եղբորը, քո
քո քրոջը, իմ հարազատներ, ինչ ուրախ եմ ես, ունեմ այսպիսի հարազատ ու եղբայրներ, մենք չենք ճանաչում իրար, ինչպես եղբայրս ասեց, ես էլ նույն քաղաքից եմ, իմ անունս Հրանտ է, ես ծառայում եմ Տիրոջս, ինչպես կարում եմ, ուզում եմ Տիրոջը գոհացնեմ, իր կամքին համեմատ գնեմ, ավել պակաս դուք էլ ինձ կներեք, եթե ինչ-որ մի բան նիտոյա, ես կանգնած եմ այսօր Աստծո սուրբերի առջև, Աստված արժանացրել է դրան, որ ես կանգնեմ, փառք եմ տալի իմ Աստծուն, բայց այսօր Աստված ասում է, պտուղ պիտի բերեք, մնացեք ինձ մեջ, մնացեք ինձ մեջ, որպեսզի պտուղ բերեք, հիմա բոլորիս մոտ հարց առաջանում, ինչպես է դա, ինչպես կարամ մնամ ես Տիրոջ մեջ, ինչպես, եկեք տեսնենք նորից Սուրբ Գիրքին անդրադառնանք, ինչպես է Սուրբ Գիրքը մեզի սովորեցնում, ինչ ասում դրա մասին Սուրբ Գիրքը, ինչպես անենք, չէ որ հենց այսպես բաներ գրած չի Սուրբ Գիրքի մեջ, Սուրբ Գիրքը քուրեր ախպերներ, շատ վաղ ինքը իրան բացատրում է, ինքը իրան հասկանալի անում մեր լսողական, որտեղ այս Գիրքը գրված է, որպեսզի մենք հասկանանք, որպեսզի մենք ընդունենք, որպեսզի մենք լսենք ու ոչ միայն այդ իրեքը, որ ասեցի, այլ նաև կարևոր է պահենք մեր կյանքում, որպեսզի լինենք Տիրոջ մեջ։ Եկենք տեսնենք Սուրբ Գիրքը ինչ է ասում, ինչպես լինենք Քրիստոսի մեջ։ Ես կարդում եմ Հովհաննես Ավետարանի 6-րդ գլուխ 54 խոսքը։ Հիսուսն էլ ասած է, սա Հիսուսի խոսքերն է, սա մարդը չի ասել, սա ասել է Տերերի Տերը։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մարդի որդու մարմինը չուտեք և նրա այրունը չխմեք ուշադիր դիմեք քուրերս ախպերներս, կյանք չունեք ձեր անձերումը, իմ մարմինը ուտողը և իմ այրունը խմողը հավիտենական կյանք ունի, ալելույա իրան, և ես հետին օրում կհարուցանեմ նրան, այս պաշտամունքը ոչ թե միայն ակտուալ է այս կյանքում, այլ խոստում ունի հարությունը տալու, ինձ ու քեզ ալելույա իրան, փառք իրա անվանը, ես շարունակեմ, որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է և իմ այրունը ճշմարիտ խմելիք է, իմ մարմինը ուտողը, ուշադիր, և իմ այրունը խմողը մնում է ինձանում և ես նրանում։ Ահա ինչ ասում Սուրբ Գիրքը, ինչպես լինենք Տիրոջ մեջ, մինչև այս պաշտամունքը ամեն մարդ չի կարող այս պաշտամունքը կատարի, այս պաշտամունքին պատրաստվում է ամեն մեկս քննում ենք մենք մեզի, մեր խրշմտանքը, մենք մաքրվում ենք Տիրոջով, Տիրոջ այրունով, նոր Սուրբ մոտիկանում ենք այս պաշտամունքին ու պահում ենք այս խոսքը, լինելով Քրիստոսի մեջ, այս պաշտամունքը կատարելով մենք մեկանում ենք Քրիստոսի հետ, ամեն մեկս մեկ մարմին է, չէ, մեկանում ենք, եկեղեցին Քրիստոսի հետ, ես էլ, դու էլ Քրիստոսի մեջ ենք, այդ եկեղեցու մեջ ենք, ով որ առանձին է, իրան ինչպես կարդացինք, չէ, 15 գլխի մեջ, կտրվում է չորացածը, ով որ չի մասնակցում, ով որ չի կենում Քրիստոսի մեջ, թող Տերը փառավորվի, որպեսզի մենք լինենք Քրիստոսի մեջ, ինչպես Հիսուս Քրիստոսն է ասում, մեր հասկացածով չէ, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, ինչպես ասում է Հիսուս Քրիստոսը, ինչպես մենք կարդացած ենք, մեր մտածածով, մեր հասկացածով չէ, այլ ինչպես գրած է Սուրբ Գիրքը։ Իսկ եթե մեկս չենք հասկանում, կան եղբայրներ, ովքեր որ հասկանում են, ում որ Աստված բացել է, եթե ունենք անհասկանալի բաներ, կարող են դիմենք, ինձ թվում է եղբայրներ, յուրաքանչյուր եղբայրներն են սիրով կմեկնաբանեն ու կբացատրեն, թող Աստված փառավորվի, որպեսզի մենք Աստծո խոսքին ճիշտ մոտիկանանք, հասկանում ենք քուրեր ախպերներս, Աստծո ժողովուրդ, եթե մենք Տիրոջ խոսքը կատարում ենք, ինչպես Տերն է ուզում ու պատվիրում, մենք օրհնվում ենք։ Մենք օրհնվում ենք, ասում է, դուք սրբված եք այն խոսքով, որը որ լսում եք, որը որ կատարում եք։ Աստված նմանեցնում է այդպիսի մարդուն, իմաստուն մարդուն, որը ինչ արեց, որը իր տունը վեմի վրա, այսինքն Աստծո խոսքի վրա կառուցեց։ Աստված օգնի, Աստված գիտություն
տա, որովհետեւ մենք բոլորս լինենք իմաստուն